Տարուն 2 օր առաջ էլ ձերբակալվեց Բագրատ Սրբազանը, այս գրոհը, այս իշխանությունների կողմից թիրախը ինչ բացատրություն ունի, ինչի են ուզում հասնել իշխանությունները, թիրախավորելով մայր եկեղեցուն ու եկեղեցականներին։ Բացատրությունը շատ միանշանակ է, մեր այսօրվա իշխանությունները, ճակերտավոր իշխանությունները հերթով շարքով իրականացնում են մեր թշնամու երբեմն նպատակներն ու երազանքները, այսինքն մեր թշնամիների պահանջները հերթով մեր հայրենիքում ներքին թշնամիների կողմից իրականացվում են ու եկեղեցին արդեն իմ խոսքերում էլ նաև նշեցի, որ դարեր շարունակ եղել է այն կառույցը, որ կանգնած է եղել հայ արժեքների պահպանման, հայ մարդու տեսակի պահպանման համար եւ այս իշխանությունների նպատակը մեր թշնամու ծրագրերը իրականացնելով այդ վերջին ազգային կառույցի վերացումն է, մեր առհասարակ ազգային կառույցների խարխլումն է եւ քրքահապատակ մի ինչ-որ ֆիկտիվ պետություն ստանալն է։ Տարոն այս իրավիճակում նաև նկատում ենք ադրբեջանցիների հրճվանքը, ինչ իշխանությունները Հայաստանից սկսել են թիրախավորել եկեղեցուն ու եկեղեցականներին։ Սա պատահականություն է արդյոք։ Ոչ մի պատահականություն չկա, վաղուց նկատվում է, որ մեր իշխանությունների եւ Ադրբեջանի իշխանությունների խոսույթը մեկն է, ծրագիրն էլ նաեւ շատ հաճախ զուգորդվում է իրար եւ բնականաբար այն նպատակները, որ Ադրբեջանի իշխանությունները դրում են իրենց առաջ, մեր իշխանությունները շատ հանդարտությամբ, ընկաչոք, այսպես կատարում են եւ բնականաբար դա գոհունակություն է արտնասնում Ադրբեջանի ժողովրդի մոտ, քանի որ ինչպես նշեցի, այս իշխանությունների նպատակն է առհասարակ հայկական արժեքների խարխլումը եւ թուրքահապատակ ինչ-որ ֆիկտիվ պետություն ստանալը։ Եվ դա բնականաբար ադրբեջանցի հասարակության մոտ պիտի հրճվանք առաջացնի, իսկ հայ մարդու համար, ում համար ազգային առաջնային արժեք է, ում համար եկեղեցին սրբություն է, սա ուղղակի ողբերգություն է։ Պատմությունը մեզ հիշեցնում է, որ հայոց եկեղեցու նկատմամբ արշավ եղել է 1915 թվականին վերջին անգամ, այն էլ թուրք ժանդարմների կողմից։ Սա ինչ բացատրություն ունի։ Հիմա էլ իրավիճակը շատ հաճախ մենք համեմատականներ ենք անցկացնում եւ շատ նման է այդ նախացեղասպանյան իրավիճակներին, այսինքն վերջին ընդդիմադրության կետերն են վերացնում, որպեսզի մենք լուր տրվենք թուրքերին, ուղղակի պատմությամբ ժամանակահատվածներն է փոխվել, բայց իրավիճակը մտածելակերպը ամեն ինչ նույնն է եւ մենք հիմա թե այս ակցիայով, թե տարիների ընթացքում մեր պայքարի ընթացքում միշտ էլ կոչ ենք արել մեր ժողովրդին, որ դուրս գան պայքարի, որպեսզի այդ իրավիճակը կարողանանք ինչ-որ կերպ զսպել, քանի որ այս տեմպով, որով որ մենք առաջ ենք ընթանում, մեր պետությունը առաջ է ընթանում, մենք ուղղակի դառնալու ենք Թուրքիայի վիլայետ եւ կոտորվելու ենք, այսինքն թշնամին մեզնից խլելու է այնքան, ինչքան հնարավոր է, իսկ մեր իշխանությունները երբեք չեն դիմադրելու, քանի որ մեր իշխանությունները մոտ չեն ազգայինին, մեր իշխանությունները իրականացնում են մեր թշնամիների ծրագիրը։